Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբեր 5-ն է, օրը չորեքշաբթի։ Այո, շարունակում ենք հաղթանակների թեմաները մեր եթերում եւ ուզում ենք նշել, որ Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի հավաքականը ուղղակի փայլուն արդյունքներ գրանցեց, մեր հավաքականը նվաճել է 7 ոսկի մեդալ։ Այո, ծանրամարտիկներ Լիանա Գյուրջինյանը, Աշոտ Մովսեսյանը, Պետրոս Պետրոսյանը, Գարիկ Կարապետյանը, Տիգրան Կարապետյանը, Գառնիկ Չոլթանյանը եւ Էմմա Պողոսյանը նվաճեցին ոսկե մեդալներ, իդեպ Էմմա Պողոսյանը հրում վարժությունում բարձրացել է 131 կիլոգրամ եւ 136 կիլոգրամ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ։ Շնորհավորում ենք, այո, բոլորին ենք շնորհավորում, մեր հավաքականի բոլոր մարզիկներին, բոլոր մեդալակիրներին, մարզիչներին, ովքեր որ ջանքույ առանց չխնայեցին, որպեսզի այսպիսի հաջողություններ գրանցեն այս հրաշալի մարզիկները։ Եվ իրոք շնորհակալ ենք, որ ամեն անգամ նորանոր այսպիսի հաղթանակներով եք վերադառնում եւ բարձր եք պահում մեր Հայաստանի անունը, դրոշը, այո, եւ մենք հպարտանալու տեղ ունենք։ Այո։ Դե ինչ շարունակենք բարձր պահել Հայաստանի պատիվը մարզաշխարհում, դա նշանակում է, որ հաղթանակները պետք է միմյանց հաջորդեն, մենք էլ մեր եթերներում անպայման անդրադառնանք եւ պատմենք բոլորին այս հաղթանակների մասին, որպեսզի լինեն շարունակական, իսկ աշխատանքային շաբաթը շարունակում ենք շատ սպասված գրքի շնորհանդեսով։ Նյումեկ հրատարակչությունն այսօր ներկայացնում է նոր մոտիվացիոն գիրք Դարեն Հարդիի «Փոքր քայլերի մեծ արդյունքը»։ Նոր թափքով կյանքին, փողին եւ հաջողությանը վստահ ենք, որ գիրքը շատ մեծ տարածում է գտել նաեւ հայ ընթերցողների շրջանակում, հաշվի առնելով, այո, թե ինչքան շատ է պահանջարկը Հայաստանում մոտիվացիոն գրականության։ Իսկապես, եւ միայն գրքի շնորհանդեսով չենք սահմանափակվի, նաեւ շարունակելով հաղթանակների թեման, ասենք, որ Եվրոպայում կայացած ավանդական կարատեի առաջնությունում մեր հաղթանակած չեմպիոններին ենք հյուրընկալելու տաղավար, այնպես որ հյուրաշատ ու հետաքրքիր եթեր ենք ունենալու, բայց մինչև այդ ամենը սիրելիս Այո, մենք պիտի ուղղակի հեռուստադիտողներին խնդրենք, որպեսզի պատրաստեն սուրճ եւ մեզ հետ միասին վայելեն սուրճը, իհարկե մեր սիրելի գործընկերոջը ներկայացնելու հետ զուգահեռ, սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր շատ սիրելի եւ հավատարիմ գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի խրթխրթան թխվածքաբլիթներից մինչեւ հատնտի շոկոլադե բազմազան տեսականի, բացառապես անհրաժեշտ թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկոջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Վկուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեսթը՝ նուգա կարամել եւ շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա ու լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի պահն ու վայելեք ամեն պահ։ Իհարկե, սիրելի հեռուստադիտողները, եւ չնայած մեր հյուրաշատ եւ հագեցած եթերին, մենք ունենալու ենք իհարկե անդրադարձներ մեր մշտական էջերից, անպայման տեղափոխվելու ենք խոհանոց, ծանոթանալու ենք Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Կամյուի կյանքի հետաքրքիր մանրամասներին եւ իհարկե սա թմես կհուշի, այո, թե այսօր ինչպեսի բաղադրատոմս է առաջարկելու մեր տնային տնտեսուհիներին եւ հեռուստադիտողներին, որոնց կյանքը կարծում եմ դրանից հետո բավականին հեշտանում է։ Ես վստահ եմ, այո, որ իսկապես Աթենիկի թեթև ձեռամբ եւ նրա հայտնվելով էկրաններին, իսկապես տնային տնտեսուհիները գոնե հասկանում են, թե ինչպիսի տեսք պետք է ունենա կամ ինչ պատրաստել գոնե առավոտյան։ Բայց իհարկե մինչ Աթենիկի ողջունելը ներկայացնենք մեր գործընկերոջը, որը մսամթերքի շուկայում բացարձակ առաջատարն է, իսկ դա Աթենք ընկերությունն է։ 1 տասնամյակից ավել առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է 46.7 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախասիրություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով,
կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակ։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր ու ժամանցային։ Ես վստահ եմ, որ ել ավելի ժամանցային է լինելու Սաթենիկի իհարկե առաջարկած բաղադրատոմսն ու բաղադրիչները եւ այն միասին միաձուլելը եւ ստանալը նախաճաշ իսկապես ժամանց է։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Արման Լիլիթ, բարի առավոտ հավատարիմ հեռուստադիտողներ։ Իրականում համեղ բաղադրատոմս ստանալու համար հարկավոր է շատ պարզ բաղադրիչներ, գունեղ, տրամադրությունը ապահովող եւ իհարկե օգտակար։ Շատ պարզ բաղադրիչներով առաջարկելու եմ համեղ, օգտակար, կալորիականությունը քիչ, նրանք ովքեր հետևում են իրենց գեղեցիկ կազմվածքին կարող են անպայման այսօրվա բաղադրատոմսը ներառեն իրենց բաղադրատոմսերի ցանկում։ Բուլղարական պղպեղ, կարմիր պղպեղ, որը հարուստ է վիտամին C-ով, հակաօքսիդանտներով, իհարկե ես հացրել եմ մեջտեղից բաց անել, կորիզները հանել, հարկավոր է նաև սպանախ, որը երկաթով, հարուստ է ռիկոտա տեսակի պանիր ունենք այստեղ եւ իհարկե հացրել եմ սպանախը կտրատել։ Կատնաշոր եմ խառնելու հետը, կատնաշորը կալցիումով հարուստ է։ Դուք արդեն հասկացաք, թե ինչ կարևոր բաղադրիչներով ենք մենք պատրաստելու այսօրվա նախաճաշը, որը կարող եք մատուցել եւ տաք վիճակում եւ սառը վիճակում։ Իհարկե հասցրել եմ նաեւ սամիթը կտրատել։ Սամիթն էլ այնպիսի հատկություն ունի, որ օրգանիզմից հանում է այն ջուրը, որը գոյացել է։ Օրինակ, երեկոյան ջուր եք խմել, ինչ որ ձևով ուզում եք անեք, ձեր ծննդակարգում, ձեր կերակուրի մեջ անպայման կարող եք ներառել սամիթ։ Սիրելի հեռուստադիտողներ, սա իմ կողմից առաջարկված համեղ գունեղ բաղադրիչներն են, որոնք իմ կողմից սիրով պատրաստվելու են։ Մինչև եթեր մտնել ենք խոսում էինք այսօրվա եղանակի մասին, այո, գործընկերներիս հետ զրուցում էինք, որ որքան հաճելի է առավոտյան արթնանալ, վայելել աշնանային տաք ջերմացնող արևը։ Այդ ջերմացնող արևով մենք ջերմացած գալիս ենք ձեզ սիրով ասում ենք բարի լույս։ Ես առաջարկեցի բաղադրիչները, ուզում եմ առաջարկել նաև մեր գործընկերոջ Աթենքի կողմից առաջարկված նագետները, հավի ձողիկները, որոնք մենք շատ սիրում ենք 4-ից 6 րոպեների ընթացքում արագ պատրաստվում է եւ իհարկե մենք վայելում ենք։ Ձեր էկրաններին է Աթենքի նագետների տեսականին։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը մեկ տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում, կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին, եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենք առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ։ Դասական տարբերակը յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը, ինչպես նշեցի, 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ։ Քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Ես առաջարկում եմ այսօրվա իմ պատրաստվող նախաճաշը համեմել Մարանիկի կողմից առաջարկված համեմունքներով։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ, 4 տեսակի պղպեղ, այստեղ մենք ունենք չորացած կանաչիներ, այնպես որ որը ձեր քիմքին համապատասխանում է, որը դուք սիրում եք, որոնք օգտագործում եք առհասարակ տան անդամների համար ուտելիք պատրաստելու համար, կարող եք վերցնել, պատրաստել, օգտվել։ Մարանիկ ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջ տեսականին։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև
արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն։ Դե իհարկե արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, հիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Այս պահի համար ինձ թվում է ամեն ինչ ասված է։ Դուք հասկացաք, որ ունենք նաև գրքի շնորհանդես։ Ես անաղմուկ կփորձեմ աշխատել լցոնել բուլղարական կարմիր պղպեղները, որոնք հարուստ են, ինչպես նշեցի, վիտամին C-ով, տեղափոխելու եմ արդեն ջեռոց, ինչպես նշեցի, կարող եք մատուցել եւ տաք վիճակում, եւ սառը վիճակում։ Անզուգական նախաճաշ կամ թեթև ընթրիք է ձեզ սպասվում։ Ասեմ բարի լույս, մնացեք մեզ հետ։ Շատ շնորհակալություն Սակ։ Շնորհակալություն, մենք իսկապես սիրում ենք մեր աշխատանքը, որովհետև նախ առաջինը վաղ ենք արթնանում, երկրորդ ունենում ենք հրաշալի հնարավորություն ծանոթանալու շատ ու շատ գեղեցիկ իրադարձությունների, արվեստոտ, մշակութային եւ իհարկե Սաթենիկը մեզ համար պատրաստում է համեղ սննդային բարձր արժեք ունեցող նախաճաշեր, որը բնականաբար շնորհակալության մեծ առիթ է տիեզերքին եւ ընդհանրապես։ Իսկ դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը, սիրելի հեռուստադիտողներ, այն անպայման արդյունավետ կլինի։ Հիմա անցնենք գրքի շնորհանդեսին։ Նյումեգ հրատարակչությունն այսօր ներկայացնում է նոր մոտիվացիոն գիրք Դարեն Հարդի «Փոքր քայլերի մեծ արդյունքը», նոր թափ քո կյանքին, գումարին ու հաջողությանը, փողին։ Իհարկե։ Գրքի գլխավոր գործընկերը Wellness Group-ն է։ Գիրքը New York Times-ի բեսթսելլեր է, հեղինակը Դարեն Հարդին է, ամերիկացի գրող, բիզնես խորհրդատու, մոտիվացիոն խոսնակ, ով իր հաջողության պատմությամբ ապացուցում է, որ իր խորհուրդներն օգտակար են ու շատ արդյունավետ։ Դիտենք գրքի թրեյլերը, հետո խոսենք գրքի մասին։ Ինչպես փոքր քայլերով հասնել մեծ արդյունքի, հասկանալ, որ հաջողությունը կախարդանք չէ, այլ սովորությունների կարգապահության ու ամենօրյա որոշումների արդյունք։ Here's the real question. What are you operating at right now? Պարզ կիրառելի ոգեշնչող գիրք, որ կօգնի քայլ առ քայլ ստեղծել ապագան ու հասնել մեծ հաջողության։ Ինչպես։ This is for the achievers, the hungry, the go-getters, the ones who know that they've got more in them. Առանց խաբկանքի, առանց չափազանցության, առանց հրաշագործ լուծումների, բայց տարիներով ապացուցված փորձով, իրական գործիքներով ու հիմնարար սկզբունքներով, որոնք կօգնեն կյանքի բոլոր ոլորտներում։ Ամերիկացի գրող, բիզնես խորհրդատու, մոտիվացիոն խոսնակ, անձնական աճի եւ ինքնակատարելագործման սկզբունքների գուրու ու բեսթսելլերների հեղինակ Դարեն Հարդին 18 տարեկանում արդեն ուներ 6 անիշ թվերով եկամուտ։ 24-ում $1 միլիոն տարեկան հասույթ, 27-ում ղեկավարում էր $50 միլիոն շրջանառությամբ ընկերություն։ Top talent wants to be part of something bigger, something special and something meaningful. Նյումեգը ներկայացնում է Դարեն Հարդիի գիրքը «Փոքր քայլերի մեծ արդյունքը», նոր թափ քո կյանքին, փողին ու հաջողությանը։ Գրքի գլխավոր գործընկեր Wellness Group։ Լավ ենք սկսել միանշանակ, սիրելի հեռուստադիտողներ, իսկապես առավոտյան կարելի է իմանալ մի քանի հաջողության գաղտնիք, հատկապես որը ազդում է ֆինանսի եւ ընդհանրապես յուրաքանչյուր այդ դրսևորմամբ հաջողության վրա։ Դիտեցինք Դարեն Հարդիի «Փոքր քայլերի մեծ արդյունքը» գրքի թրեյլերը, գիրքը հրատարակել է Նյումեգը, իսկ գրքի գլխավոր գործընկերն է Wellness Group-ը։ Մեր տաղավարում է գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ եմ ձեզ այստեղ տեսնել։ New York Times-ի բեսթսելլերը դարձել գիրքը ու շատ հետաքրքիր է, որ մեկնաբանությունները սարսափելի ոգևորիչ եւ մոտիվացնող են եւ գրաքննադատների կողմից կարծես թե բացասական ոչ մի կարծիք այս գրքի մասին չկա։ Ո՞րն է այս գրքի հաջողության գաղտնիքը։ Դե աշխարհում հիմա ինքնամոռաց կարդում են այս գիրքը արդեն երկար ժամանակ է, որովհետև շատ պարզ է, իր հաջողությունը պարզության մեջ է, այնտեղ ոչ մի բարդ բան գրած չի։ Այսինքն որ կարդաք, կասեք դե հայ էլի։ Այսինքն մեր կյանքից է, ոչ մի ինչ որ տենց փիլիսոփայական ոչինչ չկա, շատ պարզ է, շատ կարճ, կոնկրետ, դիպուկ, եւ որ կարդում ես, ապշում ես ինչքան մանրուք կա մեր կյանքում, որ մենք չենք նկատում, բայց եթե նկատենք ու շտկենք, ինչ արագությամբ ամեն ինչ, բոլոր այն խնդիրները, որ ունենք, բացի առողջական կլուծվեն։ Մենք իհարկե խոսում ենք մոտիվացիոն գրականության մասին, որը իդեպ 21-րդ դարում մեծ տենդենս է, այսինքն բոլորը բոլորին ուզում են մոտիվացնել եւ շատերն են ուզում իսկապես մոտիվացված լինել եւ ինչպես Լիլիթը նշեց, շատ խոսնակներ այո ողջևորվել են այս գրքից, բայց ինչով է այս հեղինակը մեզ մոտիվացնում, ընդհանրապես ինչով է այս գիրքը տարբերվում համաշխարհային շատ ու շատ բեսթսելերներ դարձած մոտիվացիոն գրականությունից։ Տեսեք, շատ գրքեր կան, այսինքն աղմուկը շատ է, ինչպես սոցցանցերում բոլորը ամեն ինչի մասին խոսում են։
Այս գիրքը տարբերվում է նրանով, որ ինքը այդ ամենի հանրագումարն է, ամեն ինչ հավաքում է, աղմուկը հանում է մի կողմ եւ շատ կոնկրետ ասում է, արեք այսպես, արեք այսպես, արեք այսպես ու ամեն ինչ լավ կլինի։ Ու ընդ որում ոչ մի բարդ բան չկա, այսինքն պետք չի ոչ շատ աշխատել, ոչ շատ ոչ փող ծախսել, ոչինչ պետք չի, ուղղակի շտկեք ձեր կյանքի այն մանրուքները, որոնք ժամանակի ընթացքում ձեզ կկործանեն, բայց դուք դա չեք էլ նկատում։ Եվ հակառակը, այսինքն մի կողմից փոքր քայլերի մեծ արդյունքն է, մյուս կողմից փոքր քայլերի մեծ հետևանքն է, այսինքն եթե դուք սովորություն ունեք ամեն օր մի բաժակ մի 50 գրամ խմեք նոր ուտեք, դա եւ համարում եք, որ դա առողջարար է, մի քանի տարի հետո լավ փոր կգցեք, ընտանիքում խնդիրներ կունենաք ու ամեն ինչ դոմինոյի էֆեկտով կքանդվի, այսինքն մի ստից փոքր բան հանեք ձեր կյանքից եւ կունենաք հակառակ արդյունքը, սրա մասին է։ Հրաշալի։ Դուք որպես քաղաքացի, որպես թարգմանիչ եւ որպես մարդ, ինչպեսի հայ Ինձ հետաքրքիր է գիրքը թարգմանելու ընթացքում արդյոք որևէ սովորություններ ձեր կյանքում փոխել եք ու որ նախադասություններից հետո են դրանք տեղի ունեցել։ Բայց շատ։ Ուրեմն սա երբ էր, երևի մայիսին թե հունիսին այդ ամիսներն էի թարգմանում եւ որոշեցի, որ ինչ կլինի, եթե ամեն օր 1 ժամ շուտ արթնանամ։ Հիմա ասենք 8-ին եմ արթնանում, գնում եմ աշխատանքի։ 7-ին արթնանամ, էլի մի քիչ շուտ գնամ։ Գնացի մի քիչ շուտ, արդյունքում այս գիրքը, որը ես պիտի որ 2-3 ամսում թարգմանեի, թարգմանեցի 1 ամսում։ Անցա հաջորդ գրքին։ Արդեն արդյունք է, հա, որովհետև այդ առավոտվա մի ժամը, երբ դեռ մյուսները գալիս են աշխատանքի, ես այդ մի ժամը զբաղված էի սրանով։ 1 օրում մի ժամը դա 2-3 փոքր գիրքեր, 2 էջ մի օրում, այսինքն ամսվա մեջ 20 օրում դա արեց 20 էջ, այսինքն դա կոնկրետ գումար է, ընդամենը 1 ժամ շուտ ես արթնանում։ Բացի դրանից մետրոյում շատ մարդ չկա, խցանումներ չկան, նյարդերը չեն քայքայվում դեռ գործը չհասած, այսինքն բազմաթիվ պլյուսներ ունեք ընդամենը 1 ժամ։ Ընդ որում ինքը շատ պարզ ասում է ինչպես կազմակերպես քո օրը, որ շատ արդյունավետ լինես։ Արդյունքում ես հասցնում եմ ամեն ինչ, որ մի քանի ամիս առաջ ուղղակի չէի պատկերացնում։ Գնում եմ մի աշխատանքի, գնում եմ երեխային դպրոցից վերցնում եմ, տանում եմ զոքանչի մոտ, գնում եմ մյուս աշխատանքի, գալիս եմ տուն, անցնում եմ մյուս աշխատանքին ու այդ ընթացքում բաց չեմ թողնում նաև կարևոր զանգերը, ժողովները եւ մնացած ամեն ինչ, այսինքն ստացվում է։ Միգուցե մենք ապրում ենք կոմպակտ քաղաքում, լավագույն աշխարհում, որ թույլ է տալիս իր փոքր չափերով հասցնել ամեն ինչ, որտեղ եթե մենք ապրեինք մեգապոլիսում, այ միայն զոքանչի մոտ հասնելը կտևեր 1 ամբողջ օր։ Ինձ այդպես է։ Այո, դե մեր մոտ էլ է դժվար։ Վերաբերմունք էլ պետք է ունենալ այդ այն քայլերին, որոնցով որ զբաղվում։ Չէ, հետո դի զոքանչի հարցում բախտը բերի, դա այլ։ Այո, քեզ ընդհանրած։ Իհարկե։ Քեզ ճանապարհը գոնեք։ Հետաքրքիր է, որ կան մեծ միջազգային ընկերություններ, ովքեր որ կարող են լինել հովանավոր, աջակից, որպեսզի նմանատիպ գրականություն ստեղծվի իրական եւ լույս տեսնի, եւ Veles Group-ը փաստորեն որ գրքի նաեւ հովանավոր է, այս դեպքում գործընկեր Եվ խոսում է նրա մասին, որ այսպիսի ընկերությունները կարող են նաև հետամուտ լինել, որպեսզի իրենց աշխատակիցները կարդան եւ մոտիվացվեն եւ ընդհանրապես ես ճիշտ եմ, սա տրենդ է, որ ներողություն, տենդենս է, իրականում լուրջ կամ ինչպես հայերեն են ասում, իրեն հարգող ընկերությունը իր մարքեթինգային քաղաքականության ռազմավարությունների մեջ իհարկե դիտարկում է պիտի դիտարկի որոշակի հովանավորչական ինչ-որ կոմպոնենտ զուտ որպես մարքեթինգային ռազմավարություն եւ այս առումով Newmeg-ը տալիս է հրաշալի հնարավորություններ Newmeg-ի մոտ 200 գրքերի երևի մեծ մասը ես չգիտեմ ինչպես է դա Արտակ Ալեքսանյանը անում բայց գրեթե բոլոր գրքերը ինչ որ ընկերության մարքեթինգային ռազմավարության մաս են եղել այլապես Հայաստանում ուղղակի գիրք ստեղծելով թարգմանելով որտեղ այնտեղ շղթաներ կան հեղինակային իրավունք, թարգմանիչ, խմբագիր, սրբագրիչ, դիզայներ, էջադրող, տպարան, այսինքն այդ ամիջը ծախս է, այնպես չի որ դա հեշտ բիզնես չի եւ դրանից շատ փող չես աշխատի։ Եվ երբ ընկերությունները հովանավորում են եւ իրենց էլ է օգուտ, գրքին էլ է օգուտ եւ բոլորին էլ է օգուտ, դա արդյունքում մի հրաշալի ֆորմատ է ձևավորվում, ինչ վերաբերում է Veles-ին, իրականում չգիտեմ էլ պատմեմ թե չէ։ Դե ինչու՞ ոչ, ծիծաղալով պատմեմ։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ Veles-ը մի ընկերություն արևային հիմնականում արևային պանելներ ներմուծող ընկերություն է, բայց ոչ միայն շատ բազմապրոֆիլ են, տարբեր ուղղություններով աշխատում են եւ իրենց մարքեթինգային քաղաքականության մեջ շատ տարբեր հնարավորություններ էին դիտարկում։
Երբ Վելեսի փոխտնօրենը, որ համատեղության կարգով ստացվել այնպես որ նաև կինս է, մի անգամ խոհանոցում հարցրեց, լավ, բա ինչ անենք, որովհետև սենց ենք մտածում, ասեցի դուք ձեզ հարգող ընկերություն եք, ասեցի դե եկեք Արտակի հետ խոսենք, մի հատ գիրք տվեք, թարգմանենք։ Դե Արտակն էլ հումորը իհարկե տեղն է եւ միանգամից գիրքը ուղարկեց ինձ։ Մի խոսքով Դե ուրեմն դու էլ կթարգմանես։ Դե ուրեմն սա ձեր ընտանեկան գիրքն է, դուք զբաղվեք դրանով, մենք գործ չունենք, այսինքն այս ամենը դե մենք փոքր քաղաք ենք, բոլորը իրար ճանաչում են, մի խոսքով ստացվեց այս հրաշալի արդյունքը։ Լավ, Դավիթ, այսպեսի մի հարց, օրինակ, շատ հրաշալի է, որ այսպեսի քաղաքականություն կա եւ մարդիկ մոտիվացիոն գրականության թարգմանությամբ են զբաղվում, որպեսզի որևէ հիմնարկությունում, օրինակ, բարձրացնեն աշխատել ցանկացող մարդկանց մոտիվացիան, ենթադրենք։ Ինչպես աշխատակիցներին խնդրել, ստիպել, աջակից լինել, որպեսզի կարդան մոտիվացիոն գրում։ Ինչպես մոտիվացնել, որ կարդան մոտիվացիոն գրականություն։ Սեփական օրինակ է, որ իշ տարբերակ չկա։ Հիմա օրինակ ես ասում եմ, ինձ օգնել են։ Շատ կոնկրետ, ես հիմա ավելի շատ փող եմ աշխատում, քան մի քանի ամիս առաջ։ Ընդամենը մի ժամ շուտ եմ արթնանում։ Ասում եմ ծխելը թարգեք, բայց դեռ չեմ կարողանում, բայց դա ինչև է, բազմաթիվ այլ հարցեր մեջը կան, որոշումները կայացնեք, ճիշտ բաները, այսինքն եթե ուտում եք կամ խմում եք ինչ-որ վատ բան, շատ քիչ հրաժարվեք դրանից, մի քանի ամիս հետո կտեսնեք ինչպիսի տարբերություն է։ Անգլերեն գրքի վերնագիրը compound effect է, այսինքն կուտակման ուժը, հա, հավաքական ուժը։ Ոնց որ երկրաչափական պրոգրեսիայի կոնցեպտն է։ Այստեղ ինչ գրված է, ամբողջությամբ ֆիզիկայի կանոնների մասին է, այսինքն ոչ մի նորություն չկա։ Եվ մի շատ լավ օրինակ կար, որ ասում եմ, հիմա եթե ես ձեզ տամ $3 միլիոն կամ տամ մի ցենտ, բայց պայմանով որ 30 օրվա ընթացքում ամեն օր նախորդը կրկնապատկվելու է։ Այսինքն հաջորդ օրը 2 ցենտ, 4, 8, 16 ցենտ, կոպեկ։ Գիտեք որ 30 օր հետո այդ 3 միլիոն չի, 3 միլիոնը որ նա ունի, դուք կունենաք 10 միլիոնից մի քիչ ավելի։ Եթե պիտի կրկնապատկվի։ Այո, որովհետև եթե նույն բանը հետևողականորեն հանգիստ գնում ես առաջ, հայերեն մի հրաշալի արտահայտություն կա, որ կաթիլը քար է ծակում, չէ՞։ Նու անգլերենով մի քիչ չարչարվեցի, մինչև հասկացա, որ դա նկատի ունի, վերջ այդ օրինակով վերարտադրեցի հայերեն, բայց հենց դրա մասին է խոսքը, մեծ մարդիկ, իմաստուն մարդիկ են։ Եթե անում եք ինչ-որ բան, արեք հանգիստ, հետևողական, երկար ժամանակ, ոչ մի բան մի լսեք, ոչ մի բանից մի շեղվեք, ուղղակի արեք, ամեն օր արթնացեք ժամը 7-ին։ Հասարակ դիսցիպլինայի մասին է։ Ընդամենը շատ փոքր որոշումներ, որոնք կկուտակվեն ինչ որ պայ ձեզ կբերեն շատ մեծ հաջողություն։ Ու հակառակը, եթե չգիտեմ, մի ապուշ բան եք անում, հրաժարվեք այդ հիմարությունից, այդ փոքր հիմարությունից, որ անում եք։ Ես այս բանը առաջարկում կարճատև դադար ունենալ, որից հետո վերադառնալ ու շարունակել այս անչափ հետաքրքիր զրույցները եթերում։ Մենք զրուցում ենք բարի առավոտ նախ, այո Լիլիթ, ինչ լավ է որ Ինչ լավ է որ ես կամ։ Այո, ընդհանրապես։ Եվ մենք զրուցում ենք Newmek հրատարակչության կողմից լույս տեսած Darren Hardy փոքր քայլերի մեծ արդյունքը գրքի մասին, թարգմանիչ Դավիթ Սարգսյանը մեզ հետ տաղավարում է։ Եվ կանգ առանք որտեղ Դավիթ նրա վրա որ միջազգային ընկերությունները ծարս են լինում որպեսզի այո բայց ունենան այսպիսի առաջացավ օրինակ Ամերիկայում ես գիտեմ որ բարի լույս հաղորդումները առավոտ 6-ին են նու լավ 6-ը մի քիչ անխղճություն է բայց գոնե 8-ին կարելի է սկսել ինչու է մեր մոտ 10-ին մենք ինչի ենք մենք ուշ հարթնացող ազգ մենք ընդհանրապես այդպեսին ենք այո կարելի է հարցը բարձրացնել շատ անարդյունավետ է շատ դպրոցները 8-15 են սկսում բարի լույսը արդեն բարի կեսօր է մեզ մոտ համաձայն եմ արդյունավետ չի արդյունավետությունը այո փաստորեն սկսվում է փոքր քայլերից որպես այդպեսի այո բայց դա մեծ գլոբալ ասում են ամբողջականը մեծ է իր մասերից որպես այդ Պլատոնն է ասել այն ժամանակ բայց փաստորեն այդ հիմա հանգում ենք սրան էլի մեր թվարկությունից առաջ մարդիկ խոսել են գոնե այս բանի մասին ամբողջականը մեծ է իր մասերից գիտենք բայց երբ որ մի փոքր դետալ չի լինում փաստորեն դա էլ ամբողջական չի իրականում 2.500 տարի այս մարդիկ նույն բանի մասին են խոսել մեր օրյա սոցիալային Պլատոնը Darren Hardy-ն իրականում ձեր նախադասության մեջ մի կետ կար որ ինձ շատ հետաքրքրեց ասացիք որ երբ որ ջուրը կաթիլ առ կաթիլ ընկնում է քարի վրա ու դուք երկար ժամանակ փորձում եք այդ վերարտադրել այդ նախադասությունը հետաքրքիր է լեզվամտածողության ինչպիսի խնդիր այստեղ առաջացել Darren Hardy-ն բավականին
պրագմատիկ կերպ դրայվ ունի, այո, իր բնականության մեջ ու ինչքանով այն ստացվեց հենց հայերենում պահպանել ու փոխանցել Դե ինքը շատ ամերիկացի է, այսինքն այս գիրքը շատ ամերիկյան ընթերցողի գիրք է եւ բավականին դժվար էր այդ ամեն ինչը վերարտադրել հայերեն, այսինքն ոչ թե ուղղակի դնես թարգմանես, այլ վերապատմես հայերեն, որ հասկանա եւ այդպիսի արտահայտություններ շատ կան գրքի կեսը թեվավոր խոսքեր են, որոնք այնց ստիպված ադապտացրել եմ ինչ-որ անգլիական միջնադարյան ծագում ունեցող ասացվածքները հայերեն ասացվածքներ մի քիչ տխրել եմ այդտեղ որտեղ իրենց ասացվածքների հիմքում տենց ինչ-որ Շեքսպիրոտ թեմաներից է ամեն ինչը բխում իսկ մեր մոտ ինչ-որ տենց գեղչկական գութանը, քարը, բանսը դրա էկվիվալենտը այդպիսի արտահայտությունները մի քիչ տխուր էր իհարկե Շավերդամային ասում էր մալը Եվրոպա Դե ինչ Դավիթ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Կարդացեք, սա գիտեք ինչ գիրք է։ Պիտի մատիտը պիտի վերցնեք ու մեջը նշումներով կարդաք ու հետևեք դրան։ Այն ինչ որ բաներ կարող է ձեր կյանքին այդքան էլ չհամապատասխանի, ամեն մեկի համար ամեն մեկ մարդ իրեն կարող է գտնի նշումներով արեք մի երկու քայլ էլ որ անեք Մոտակա մի տարում ոչինչ չի լինելու ձեր կյանքում, ոչ մի բան չի փոխվելու։ Վատ բան ամեն դեպքում չի։ Ոչ մի բան չի լինելու, բայց մի տարի, 2 տարի, 3 տարի հետո արդեն այնպիսի մեծ արդյունք կարա տա, դուք էլ չհասկանաք որտեղից եկա այդ հաջողությունը, այո։ Շնորհակալություն եւ իսկապես պետք է կարդալ, սա այն մոտիվացիոն գրականության շարքից է, որ ասում է թե ինչպես պետք է անել, այլ ինչպես պետք է կիրառել, ոչ թե որ ես այսպես եմ արել եւ ունեմ այս հաջողությունը, այ հիմա ես այսպես եմ արել, բայց ինչպես եմ սա արել այդ ամենի պատասխանները կգտնեք այս գրքում։ Շնորհակալություն։ Մենք զրուցում ենք Դավիթ Սարգսյանի հետ, նա հայերեն է թարգմանել Դարեն Հարդի Փոքր քայլերի մեծ արդյունքը գիրքը, իսկ գիրքը հրատարակել է Newmega Wellness Group-ի առաջարկով եւ գործընկերությամբ։ Թե ինչու է Wellness Group-ը որոշել, որ այս գիրքը հրատարակվի հայերեն, կբարձենք քիչ հետո, մինչ այդ դիտենք տեսանյութ, որպեսզի ծանոթանանք Wellness Group-ի գործունեությանը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ։ Մենք շատ հետաքրքիր գրքի շնորհանդես ունենք այս պահին եթերում Newmega հրատարակչության կողմից եւ այսօր Newmega հրատարակչությունը Wellness Group-ի գործընկերությամբ ներկայացնում է նոր համաշխարհային մոտիվացիոն գիրք, որն օգնել է հազարավոր մարդկանց հասնել հաջողության։ Գիրքը կոչվում է Փոքր քայլերի մեծ արդյունքը։ Հեղինակը ձեռնարկատեր, մոտիվացիոն խոսնակ ու բիզնես խորհրդատու Դարեն Հարդին է։ Գրքի գլխավոր գործընկերը Wellness Group-ը։ Wellness Group-ը միջազգային ընկերությունների խումբ է Հայաստանում, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Կենտրոնական գրասենյակը Շվեյցարիայում է, ընկերությունը մասնաճյուղեր ունի Ավստրիայում, Չեխիայում, Վրաստանում եւ նաեւ Հայաստանում։ Շվեյցարական տեսլականը գլոբալ ազդեցությամբ այս կարգախոսով է առաջնորդվում ընկերությունը, խումբը արտահայտելով բարձր որակը, վստահությունը եւ միջազգային զարգացման սկզբունքները։ Այս պահին զրուցելու ենք Wellness Group-ի փոխտնօրեն Մարիամ Գրիգորյանի հետ։
Բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ գեղեցիկ եք ժպտում ու շատ ուրախ ենք ձեզ տեսնել մեր Շնորհակալություն, ես էլ եմ ուրախ, շնորհակալ եմ հյուրընկալելու համար։ Մի փոքր, այո, պիտի խնդրենք, որ Veles Group-ի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա մեզ տաք, որովհետև բավականին բազմապրոֆիլ, բազմաճյուղ գործունեություն եք ծավալում։ Այո, բազմապրոֆիլ է, բազմաճյուղ եւ կարելի է ասել սինթեզ է շատ տարբեր ոլորտների, ինչպես արդեն հոլովակից երևաց 2015 թվականից Veles-ը հիմնադրվել է Երևանում, իր պատմությունը Երևանում է սկսել եւ մինչեւ 2023 թվականը ունեցել ենք արևային ոլորտում գործող ընկերություններ, այս պահին էլ ունենք Veles Solar ընկերությունը, արևային ընկերությունը, որը գործում է Հայաստանում 2023 թվականից սկսած արդեն որոշեցինք մեր ոլորտային ընդլայնում սկսեցինք եւ բացեցինք մեր փաստաբանական գրասենյակը, որը կոչվում է Veles Consulting, որտեղ հավաքված են պրոֆեսիոնալ նվիրյալներ եւ մասնագիտացված են քաղաքացիական, վարչական եւ կորպորատիվ իրավունքի ոլորտներում 2024 թվականից արդեն մենք բացեցինք Veles Marketing-ը, որը զբաղվում է բրենդի մշակմամբ, ռազմավարությամբ եւ նման ծառայություններ է մատուցում, իսկ 2025 թվականին այս տարի մենք արդեն ռեբրենդինգ ենք արել, եթե 2020 թվականին ունեինք Veles ընկերությունների խումբ, որը գլխավոր գրասենյակը բացվեց Շվեյցարիայում, տեղափոխվեց Երևանից Շվեյցարիա, ապա 2025 թվականին այն վերանվանվեց Veles Group, էլի Շվեյցարիայում է Veles Group-ն է։ Եվ այսօր մենք այսպես բազմապրոֆիլ շարունակում ենք եւ նման տեսլական ունենք, որ մինչեւ 2030 թվականը իրականում նոր ոլորտներ ենք ներգրավելու եւ նաեւ աշխարհագրորեն ընդլայնվելու ենք։ Մարիամ, Նյումեկ հրատարակչությունը մեզ հետ տաղավարում շատ ու շատ գրքի շնորհանդեսներ է անում եւ իհարկե նաեւ տարբեր գործընկերներով, ովքեր որ շահագրգիռ են նմանատիպ ներդրում ունենալ այսպիսի գրականության ոլորտում եւ հիմա խոսում ենք Veles Group-ի մասին, ով եւս նախաձեռնող է եղել, հետո արդեն գործընկեր, որպես այդպիսին այս գրքի հետաքրքիր է ինչպես է ասոցացվում ձեր ընկերության հետ այս գրքի տեսլականը եւ ընդհանրապես աշխատակիցների համար է արդյոք թե ինչպեսի մոտիվացիա է ձեզ համար գրքում ներդրում ունենալը։ Շնորհակալություն հարցի համար, իրականում Դարեն Հարդիի այս գիրքը իր մոտեցմամբ, ներկայացված մոտեցմամբ, ինչ որ Դարեն Հարդին ներկայացրել է գրքում լիովին համահունչ է մեր ընկերության ամբողջ ճանապարհի հետ, այսինքն փոքր քայլերով, բայց հաստատուն չհանձնվելով եւ այսպես հետեւողական եւ պահպանելով որակը, քանի որ մեր տեսլականը, այո, քանի որ մեր տեսլականը շվեյցարական որակն է գլոբալ ազդեցությամբ, այդ նպատակը ունենք, որ շարունակելու ենք նման ձևով, փոքր քայլերով հասել ենք ինչ որ արդյունքների, մեր կարծիքով լավ արդյունքներ են, բայց այդտեղ չենք կանգնում, շարունակելու ենք։ Ես ինքս Veles Group-ում գրեթե արդեն 3 տարի աշխատում եմ եւ տեսել եմ թե ինչպես ենք այսպես շատ փոքր քայլերով էլի մեծ հաջողություններ գրանցել։ Գրքի ընտրությունը իրականում պետք է նշեմ, որ առաջին հերթին կայացրել է մեր տնօրենը Արման Նալբանդյան։ Ինքն էր այս գրքով ոգեշնչված եւ կարծում եմ իր առօրյան շատ նման է այս գրքին, դրա համար էլ մեր ընկերությունը հենց նման քայլերով էլ առաջ է գնում։ Վստահաբար ընթերցել եք գիրքը, ես կուզեմ առանձնացնեք մեզ համար այն մեկ նախադասությունը կամ թեկուզ կարող են դրանք 2 կամ 3-ը լինել, որը հստակ ձեզ մոտ որևէ սովորություն եւ փոփոխություն է տվել։ Նայեք, որևէ նախադասություն չեմ կարող իրականում առանձնացնել, որովհետեւ ինքը վերնագիրը արդեն փոքր քայլերի մեծ արդյունքը ցույց է տալիս հաջողության գաղտնիքը, այսինքն ալգորիթմ է տալիս, թե ինչպես հասնել հաջողության եւ շատ կարեւոր է ուզում եմ նշել, ինչով է հետաքրքիր գիրքը, որ այստեղ ամեն մարդ իրեն կարող է գտնել, որովհետեւ գրքում շատ օրինակներ կան, սկսած դիետայից, որ մարդիկ հիմա այսինքն այդ տենդենսը կա, շատ դիետա են ուզում պահեն եւ հասնեն արդյունքի, բայց ինչ որ պահից հանձնվում են եւ այլն, ինքը բերում է օրինակներ, ինչպես այսպես անհատների համար, որ ինչ որ արդյունք են իրենց համար ուզում գրանցել, այնպես էլ բիզնեսների համար, թե ինչ քայլերի հաջորդականության, ինչ հետեւողական քայլերով պետք է հասնել նպատակին, այո։
Շատ կարևոր է ունենալ պատասխանատվություն սոցիումում, այսինքն ունենալ սոցիալական պատասխանատվություն, սա իսկապես նաև յուրաքանչյուր մեծ ընկերություն որդեգրել է եւ հետամուտ է լինում սրա մասին, դրանք կլինեն բանկեր, տարբեր ձեռնարկատիրություններ, նաև այս գրուպը, որպես այդպեսին եւ իսկապես գրքում ներդրում ունենալն էլ սոցիալական պատասխանատվություն, հետաքրքիր է ձեր 10 տարեկան ընկերությունը, որպես այդպեսին, ինչպեսի սոցիալական պատասխանատվություն է ներկայացրել հայ հասարակությանը եւ ընդհանրապես բիզնես ոլորտում մարդկանց ովքեր հետամուտ են։ Այո, մենք միշտ կարևորել ենք սոցիալական պատասխանատվության հատվածը եւ հենց հիմնադրման հաջորդ տարվանից սկսած ներգրավել ենք բարեգործական ծրագրերում, այնտեղ Երևաց հոլովակում, Ազատան գյուղում կայան է տեղադրվել եւ մենք ենք տեղադրել եւ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ է եղել, այսինքն բարեգործական ծրագրերի ենք մասնակցել եւ արևային ոլորտում եւ վստահ եմ մյուս ոլորտներում էլ նման առաջարկների համար բաց ենք։ Մեզ համար շատ կարևոր է կրթությունը խրախուսելը Հայաստանում, դրա համար մենք աշխատում ենք ուսումնական հաստատությունների հետ, հենց այս պահին էլ շատ ակտիվ համագործակցության առաջարկներ եւ համագործակցության փուլում գտնվող համագործակցություններ ունենք, մի քանի օր առաջ էր, որ մեզ մոտ էին 11-րդ դասարանի երեխաներ եւ մեր նպատակն էր նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում որևէ ձևով օգնել, որովհետև այսօր իրականում դժվար է, որովհետև ռոպագանդան կա, օրինակ կրթությունը գուցե պետք չէ, պետք է շատ արագ ինչ-որ մի բան անել, բայց մեր ռոպագանդան այն է, որ կրթությունը կարևոր է եւ ամենակարևորն է, որովհետև հիմք է եւ նաեւ էլի այդ փոքր քայլերով մեծ արդյունքի հասնելու գաղափարն է։ Այո, մոտիվացիոն գրականությունը այլևս դարձել է հաջողության հասնելու փոքրիկ ձեռնարկ, որը միշտ հետո պետք է վերցնես։ Այո, ձեռնարկ։ Լիովին կարելի է ասել, որ ինքը մոտիվացիոն ձեռնարկ է։ Եվ գրքի թարգմանություն, ներողություն, գրքի թարգմանությունն էլ ինքը, ինչպես նշեցիք, սոցիալական պատասխանատվության մի հատված է, որովհետև բացի համագործակցությունը, բացի ինքը որպես մարքեթինգային քայլ, նաև մեր հանրությանը մեծ նվեր է Նյումեգի հրատարակած բազմիցս հրատարակած նման գրքերից մեկն է դարձել, որը վստահաբար օգնելու է մարդկանց։ Ինձ շատ հետաքրքիր է, ինձ ասացին, որ այլևս քաղաքականություն է որևէ ընկերություններում մոտիվացիոն գրականության տարածումը։ Կխնդրեմ դուք մի փոքր ավելի փոխտնօրենյան տեսանկյունից մեզ բացատրեք ինչքանով է այն ակտուալ աշխատող միջոց։ Այո, տեսեք, մոտիվացնել մարդկանց աշխատել այսօր այդքան էլ հեշտ չէ, որովհետև մոտիվացիոն շատ գործիքներ պետք է ունենանք, թե մեր մարդկային ռեսուրսների կառավարման բաժինն է ակտիվորեն այդ ուղղությամբ աշխատում եւ մեր ստրատեգիան է դա, որովհետև բոլոր ընկերությունները անկախ ամեն ինչից հիմնված են իրենց թիմի վրա, այսինքն թիմի մոտիվացիայից գալիս է զարգացումը, առանց թիմի մոտիվացիայի ոչինչ չի լինի։ Եվ վստահաբար այս գիրքը, որը նվեր է նաև մեր աշխատակիցներին, նվեր է լինելու, հաստատ մոտիվացնելու է, մենք քննարկումներ կկազմակերպենք վստահաբար եւ կհասկանանք ինչքանով են մոտիվացված եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ քանի որ ինքը եւ անձնական եւ աշխատանքային եւ բիզնես ոլորտի համար է նախատեսված, վստահ եմ, որ նաեւ մեր աշխատակիցների համար, ինչպես հայ հանրության, այնպես էլ մեր աշխատակիցների համար ինքը արդյունավետ է լինելու։ Ես ուզում եմ վատ բաներից չխոսել, բայց ինչպես պիտի վարվեք այն աշխատակցի հետ, ով օրինակ գալիս է ասում է, ինձ մոտիվացիոն գրականություն պետք չի, շնորհակալություն, ես ոչ մի քննարկման չեմ ուզում մասնակցել։ Այս դեպքում բայց եթե գործի գիտակ է ու լավ վարպետորեն է անում իր աշխատանքը, կարծում ենք թող ուրեմն մոտիվացիոն գրականությունը չկա։ Աուդիո գրքեր թող լսի։ Իրականում ստիպել, որպեսզի մարդը մոտիվացվի, անհնար է։ Հետո գուցե որևէ մեկի համար գիրք կարդալը չէ մոտիվացիան, դա էլ է ընդունելի տարբերակ, գուցե մարդը յոգայով է զբաղվում, գուցե առավոտյան մեդիտացիա է անում, գուցե շփումների միջոցով է մոտիվացվում, բայց հետաքրքրություն առաջացնել կփորձենք, բայց բնավ աշխատանքը ամենակարևորն է, այսինքն արդյունավետ աշխատանք գնահատականը տեղում։ Դե ինչ, շնորհակալություն Մարիամ, նախ շնորհակալություն հետաքրքիր գործունեություն ծավալելու եւ ձեր ընկերության շնորհակալություն, որ նմանատիպ գրքերում կարող են ներդրում ունենալ եւ իհարկե գրականությունում, մեծ գրադարաններում հայալեզու
այսպիսի գրքերով համալրվի։ Մենք զրուցում ենք Veles Group-ի փոխտնօրեն Մարիամ Գրիգորյանի հետ, որի համար շնորհակալություն։ Ընկերությունն իր հիմնադրման 10-ամյակի առիթով Նյումեգի հետ հրապարակել է New York Times-ի բեսթսելլեր Դարեն Հարդիի Փոքր քայլերի մեծ արդյունքը գիրք, այն կարող եք գնել գրախանութներից կամ պատվիրել newmeg.am կայքում։ Ձեռք բերեք, ընթերցեք, մոտիվացվեք ու որ թող այս գիրքը դառնա ձեր հաջողության ուղեկիցներից մեկը, այո, սիրելի հեռուստադիտողներ, քայլ առ քայլ պետք է հասնել հաջողության եւ մենք իրոք շնորհակալություն ենք հայտնում եւ Դավիթին եւ ձեզ այսպիսի հրաշալի եւ այն մասնակիցներին, ովքեր մասնակցել են այս նախաձեռնությանը, բոլոր նրանց, ովքեր, այո, մասնակից են եղել։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, այսօր մեր եթերը բավականին հետաքրքիր է, մենք մշակութային սկիզբ ունեցանք։ Շարունակում ենք, չէ՞, մեր մշակութային թեմը պահելը, բայց այսօր մի փոքր ավելի շատ գրականության մասին էր։ Նաև Ալբերտ Կամյուրն իհարկե համալրեց այս ընդհանուր ամբողջականացրեց այս մեր զրույցները։ Բայց մենք ուզում ենք ասել, որ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը պատրաստվում է բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևա 92/6 հասցեում այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումն ամբողջ Երևանում անվճար է, զանգահարեք 041 01 0142 համարով։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ մենք շարունակում ենք մեր հետաքրքիր եթերը, այս պայն տեղափոխվենք խոհանոց ու տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ եւ ինչ մանրամասներ կներկայացնի Սաթենիկը։ Գիտեք, իրականում շատ անգամ պետք չեն բարդ, դժվար, թանկ բաղադրիչներ, շատ պարզ բաղադրիչներով օգտակար համեղ նախաճաշ, թեթև ընթրիք եմ առաջարկել։ Հիմա միասին ջեռոցից կհանենք, հարկավոր էր կարմիր բուլղարական պղպեղ։ Համեմել եմ ռիկոտա տեսակի պաներով, այնուհետև կատնաշոր եմ ավելացրել, սպանախը մանր կտրատել եմ, ավելացրել եմ, հենց այսպես էլ կհանեմ, ավելացրել եմ իհարկե համեմունքներ, ես միշտ նշում եմ համեմունքները կարող եք օգտագործել նրանք, որոնք ձեր ընտանիքը սովոր է, այստեղ դնեմ, որպեսզի մատուցման ափսեի մեջ տեղափոխեմ, շատ պարզ բաղադրիչներ, վստահ եմ, որ շատերի տանը պարզապես կարող եք ռիկոտա տեսակի իտալական պանիրը ֆետա տեսակի պաներով փոխարինել կամ քիչ ուղղայնություն ունեցող պաներով կամ ի վերջո այն ինչ ձեր ձեռքի տակ կա։ Կարմիր պղպեղը, ինչպես նշեցի, ոչ միայն գույն է, համ է, նաև առողջության աղբյուր է, այն հարուստ է, ինչպես նշեցի, վիտամին C-ով, ամրացնում է իմունային համակարգը, օգնում է պայքարել ստրեսի դեմ։ Սպանախը մեր կանաչ հերոսը պարունակում է երկաթ, վիտամին A մաշկի եւ մազերի համար, իսկ ռիկոտան իտալական այս փափուկ պանիրը հիանալի աղբյուր է սպիտակուցների, կալցիումի։ Այս ամիթն էլ հավելել է իհարկե թարմություն, բույր, իսկ բուսայուղը մի փոքր որ կա, առողջ ճարպեր են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի համար։ Իսկ ձեր աչքի առաջ ես հիմա պարզապես այն բաղադրիչները, որոնք իմ սառնարանում կան, խառնելու եմ, պատրաստելու եմ համեղ աղցան։ Լոլիկ ունեմ, պեստո տեսակի սոուս ունեմ եւ պանիրը խառնելու ենք։ Տեղափոխեմ այստեղ, որպեսզի ինձ չխանգարի կարողանամ կտրատել։ Բայց հիշեցնեմ, որ մի քիչ թողել եմ նաև միջուկը, որպեսզի արտաքին տեսքը տեսնեք ինչպիսին է։ Սպանախը մանր կտրատել եմ, համահունչ եմ սարքել։ Հիմա ես լոլիկը կկտրատեմ, պեստո տեսակի սոուսը կքսեմ վրան եւ իհարկե կարող եմ նաև այս միջուկը, որը բուլղարական պղպեղի մեջ էր, կարող եմ վրան ավելացնել։ Կարող եք փոքրիկ չերի տեսակի լոլիկներից էլ օգտվել, ավելի հարմար կլինի իհարկե։ Ուզում եմ նաև ներկայացնել այս ընթացքում մեր գործընկերոջը, քանի որ ոչ մի մսային կերակուր իմ սեղանին չկա, բայց մենք ունենք համեղագույն թռչնաֆաբրիկան, Զանգեզուրի առաջարկում եմ թևիկ, քարաճիկ, սիրտ, այս պահին ձեր էկրաններին է։
Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Ինչպես նշեցի, հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում պարույր սևակ 92.6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքում ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Ես վստահորեն առաջարկեցի այսօրվա իմ առաջարկած բաղադրատոմսը, որը արագ պատրաստվեց եւ շատ համեղ է։ Շարունակում եմ կրկին պատրաստել այն միջուկը, որը թողել եմ, որոշեցի իմ սառնարանում եղած բաղադրիչներից տեսականի առաջարկել։ Այստեղ հիշեցնեմ ռիկոտա տեսակի պանիր կա, սպանախ, սամիտ, պանիրը կավելացնեմ վրան և պղպեղներ, ինձ թվում է շատ համեղ է, քաղցրություն էլ չունենք, չէ, քաղցրություն է ապահովել հարկավոր, ժակոն, առաջարկում է տեսականի, խրտ-խրտան թխվածքաբլիթներ, ձեր էկրաններին է ես էլ սիրով ներկայացնեմ մեր քաղցրություն ապահովող գործընկերոջը, սիրով ներկայացնում եմ մեր նոր գործընկերոջը, Ժակո հրաշագեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրտ-խրտան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով, շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, կետանուշի փափուկ կարամելի, շոկոլադի իդեալական համադրությամբ, բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Եվ մենք շնորհակալ ենք, որ այս պահին վայելում եք Բարելյուսյան պահը, խոսք ուզում եմ շատ արագ փոխանցել Արմանին եւ Լիլիթին, թող նրանք շարունակեն։ Ես էլ փորձեմ հետաքրքիր ձևավորում տալ նոր իմ առաջարկած բաղադրատոմսը, որի մեջ կա լոլիկ, պեստո տեսակի սոուս եւ այն միջուկը, որը մի փոքր առանձնացրել էի աղցանի համար։ Արման, Լիլիթ, խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն, իսկ Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում անփոխարենելի մառանիկի համեմունքները, հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն, մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Մառանիկ։ Այո, սա մեր մանկության գովազդներից է։ Դե բոլորը գիտեն դրա մասին։ Դե ինչ։ Ընդմիջենք, վերադառնանք։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, այո, մենք անցում ենք կատարել դեպի սպորտ։ Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունն իսկական հաղթական տոն դարձավ Հայաստանի համար։ Հայաստանի մեծահասակների հավաքականը նվաճել է 11 մեդալ, որից 5-ը ոսկե մեդալ։ Եվս մեկ անգամ մեր մարզիկները պատվով բարձրացրին եռագույնն ապացուցելով, որ ավանդական կարատեն մեր երկրում ոչ միայն մարզաձև է, այլև հոգեբանություն, դաստիարակություն եւ ազգային հպարտություն։ Այս եւ կարևոր այլ հաղթանակների եւ թեվաների մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր տաղավարում։ Ես սիրով ներկայացնում մեր հյուրերին, տաղավարում են Հայաստանի ավանդական կարատեդո ֆեդերացիայի նախագահ, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Մանկապատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը, բարի լույս։ Մարզիչ ու միջազգային կարգի մրցավար Ռաֆայել Հովեյանը, բարի առավոտ։ Եվ աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Նարեկ Իսկանդարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ շնորհավորում ենք այսպիսի հաղթարշավ գրանցելու կապակցությամբ։ Ինչ վիճակ է այս պահին ֆեդերացիայում, ինչպիսի գործունեություն է, ինչ առաջիկայում պլաններ կա, որ սպասվում է տարեմուտին։ Նախ շնորհակալություն, որ հրավերքի համար։ Սիրով։ Կներկայացնեմ, որ ինչպես նշեցիք,
վերադարձանք մենք մրցաշարից, ես կասեի, որ այս անգամ մեր մոտ շատ լավ ստացվեց, հատկապես մեծ հասակները բարձր արդյունքներ ցույց տվեցին, կարելի ասել ամեն տարիքում մենք ունեցանք հաղթողներ։ Եվ հիմնը հնչելով դա մեծ ասենք պարծանք էր մեր հայ ժողովրդի համար, որ 15 պետություններ մասնակցում ցալու մրցաշարին եւ հիմնը հնչում էր։ Եվ մենք ներկայանում էինք 36 մարզիկներով, որը կան երկրներ ու 100-ից հոգի մարզիկներ ներկայանում տարբեր ձևերից, իսկ մեր երկիրը ունի 36 մարզիկներ, ընդհանուր նաև թիմային հաշվարկով մենք գրավեցինք 3-րդ տեղը, որ շատ էլի մեծ գնահատական համար, իհարկե։ Իսկ մնացած մարզիկները, նաև մարզիչները, նաև Սենսեն Նարեկը ինքը որպես նաև մարզիկ եւ նաև մարզիչ, ինքը կներկայացնի ավելի հստակ մրցակցությունից, իսկ այնուհետև ես կներկայացնեմ նաև հետագա մեր ծրագրերը, մոտակա վաղտը մենք ունենք իհարկե նաև ունենք մրցաշար, միջազգային ISA 5-րդ գավաթի առաջնությունն է, որը Ուզբեկստանում է, այս ամսի 19-ին մենք գնալու ենք մրցաշարին, մեկնել ենք Ուզբեկստան, եւ նաեւ ուզենայի այս տարի նաեւ ձեռք բերում եղավ նաեւ ոչ թե իմ անձյան, այլ նաեւ մեր Հայաստանի, մեր հայ ժողովրդի, նաեւ մեր ֆեդերացիայի համար ինձ պարգևեցի նաեւ Միջազգային ֆեդերացիայի տեխնիկական խորհրդի անդամ։ Դա մեծ իրոք նվաճում է։ Շնորհավորում ենք։ Շնորհակալություն, ինչպես նաեւ ես ISA ֆեդերացիայի խորհրդի անդամ եմ։ Այսինքն մրցաշարերը, որ ISA-ում կազմակերպվում են, առանց իմ գիտակցության, առանց իմ բանի տեղի չի ունենում։ Եվ ներկայության եւ նաեւ ներկայացան եւ մեր մարզիկները ներկայանալ ենք, այո, այս անգամ մենք ներկայանալ ենք 10 մարզիկներով, որը նաեւ Սենսեյ Նարեկն նույնպես կմասնակցի։ Վերադառնանք հուսնեմ, որ էլի մեծ արդյունքներով։ Իսկ մենք կսպասենք անպայման, որպեսզի տեղյակ պահենք եւ տոնենք, ինչու ոչ նաեւ այս հաղթանակները։ Նարեկ, ձեզ պիտի խնդրենք մի փոքր ներկայացնեք առաջնության մասին, ինչպես էր դա ընթանում, ովքեր էին ձեր մրցակիցները, ինչպիսի զգացողություններով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, արդեն Սենսեյը նշեց, որ 15 պետություններից մասնակցում են 800 մարզիկներ։ Ամեն տարի լինում է, մեկ տարի լինում է Եվրոպայի առաջնություն, մեկ տարի լինում է աշխարհի առաջնություն։ Մենք անցած տարի դարձանք աշխարհի չեմպիոններ, ես թիմային կատամրցաձևով էի մասնակցում Հովհաննես Հակոբյանի եւ Արտուր Ոսկանյանի հետ։ Այսինքն գործող աշխարհի չեմպիոններն ենք եւ պարտավոր ենք Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալ։ Չնայած կարող եմ ասել շատ բարդ եղավ, 0.3 միավորով կարողացանք հաղթել մեր հիմնական հակառակորդներին, ռումինացիներին։ Մինչ այդ նաև հաղթել էինք Պորտուգալիայի մրցակցին, Իտալիայի մրցակցին եւ Լեհաստանի հավաքական թիմին։ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները հեշտ չեն լինում, քանի որ ամեն մի տարիքային խմբում եւ կատեգորիայում հնարավորություն ունեն 3 մարզիկներ մասնակցեն, այսինքն տվյալ երկրի լավագույն 3 մարզիկները եւ ոչ ավել։ Այդ իսկ պատճառով դժվարություններ միշտ են լինում, բայց մենք ունեցել ենք լավ հավաքական մարզումներ, հավաքականի մարզումներ, շաբաթական 3 անգամ 3-ից 4 ժամ տևողությամբ, Սենսեյ Սուրենի գլխավորությամբ, եւ մենք չենք պատրաստվում վերջին 2-3 ամիս, այլ պատրաստվում ենք ամեն տարի եւ մշտապես միշտ մարզումների մեջ ենք, մինչ այդ էլ Հունաստանում ենք շատ լավ հաղթել Եվրոպայի գավաթի առաջնությանը, այնպես որ միշտ մարզումների process-ի մեջ ենք, դրա համար շատ լավ ստացվեց։ Շատ անգամ դարձանք Եվրոպայի չեմպիոն, այս ցարշարից հետո, ճիշտ է։ Այո։ Ինչ հետաքրքիր ինչպիսի տրամադրվածություն է պահանջում եւ ինչպիսի մոտիվացիա է պետք, նախ դուք ինչպես եք պահպանում հարատև այս ձեր տրամադրվածությունն ու մոտիվացիան, որ փաստորեն արդյունքում այսպիսի հաղթանակներ են։ Նախ ասեմ, որ արդեն 37 տարեկան եմ եւ մարում է դեպի գնում, չի երևում, դա ավանդական կարատեի գաղտնիքն է, որ չի երևում եւ իսկ մոտիվացիան երևի մարզիչներն են, ընտանիքը, ընկերները, որ միգուցե եւ ամեն տարի որոշում են, որ սա վերջինը կլինի, բայց իրենք թույլ չեն տալի եւ մարզավիճակը դեռևս լավ բավարարում է այդ իսկ պատճառով, բայց արդեն երիտասարդների գալու շրջանն է եւ Իսկ որևէ հստակ տարիք կա, որից այլևս հնարավոր չի մասնակցել։ Հստակ տարիք չկա, ուղղակի երբ որ երիտասարդները գալիս են եւ սահմանափակում կա արդեն կատեգորիաներում, թե որտեղ կարող ես մասնակցել, աստիճանաբար այո պետք է տալ երիտասարդներին, որովհետեւ իրենք էլ նույն ճանապարհը պետք է անցնեն, ոնց որ ես եմ անցել 15 տարի առաջ։ Եվ որը որ պետք է նարեկ, կարծում եմ որ նաեւ շատ կարեւոր է սերնդափոխությունն էլ պետք է առողջ լինի, ինձ թվում է դուք ավելի կհամաձայնեք ինձ հետ։ Այո, ճիշտ է, մենք ինչպես ասած Սենսեյ Նարեկը
մենք տեղ տալիս ենք, ինչպես շեշտվեց 14-15 տարեկան, 16, 17, 18, 20, 21 տարեկան բոլոր տարիքային մենք ունեցանք հաղթողներ, այսինքն դա նշանակում է մեր սերունդը գալով Կորը կպատմի, որ մանկապատանեկան թիմը 7 ոսկե մեդալ է բերել Հայաստան, եթե չեմ սխալվում, Գոր, ինչպիսի վիճակ է մանկապատանեկան արդեն ավելի երիտասարդ սերնդի միջև։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար եւ երկրորդը Սենսեյ Սուրեն Մաթեոսյանին, կրկին հավաքական եղեկը միջև 14 տարեկան հավաքական եղեկը ինձ վստահելու համար։ Ուրեմն երեխաների մասով ասեմ, որ 5-րդ առաջնություններ տեղ ունենում Գավաթի, գրավեցինք 6 առաջին տեղ, 2 երկրորդ տեղ եւ 4 երրորդ տեղ։ Փոքրի առումով կարամ ասեմ, որ այս տարի ավելի շատ բարդ էր, որովհետեւ մասնակիցները շատ էին, միջև այդ քանի որ տեղեր ունեցել ոնց որ 1-ից 4 կներեք առաջնությունները Դրա համար կամաց-կամաց ոնց որ երեխաները շատանում են եւ տարեստարի ինձ թվում է բարթանում է եւ դրա համար մեր համար բարդ էր այս տարի, չնայած էլի Փարկասով թիմային հաշվարկով զբաղեցրին երրորդ հորիզոնականը, որը ինչպես պարոն Մաթեոսյանն է ասում, շատ լավ ցուցանիշ է։ Բայց որպես այդպեսին բարձր մակարդակը, չէ, եւ ընդհանրապես թիմը ընկալվելը միջազգային հարթակներում շատ կարեւոր է։ Ինձ հետաքրքիր է նախ դուք հաճախ հանդես եք գալիս նաեւ որպես մրցավարի դերում, եթե չեմ սխալվում։ Հետաքրքիր է ինչպես է կարգի մրցավար։ Սենսեյ եւ Սենսեյ Ռաֆայելը նրանք մասնակցում են ամեն տարի, դա մեծ նշանակություն է, որտեղ մեր թիմը ունենալով միջազգային կարգի մրցավարներ, դա մեծ հաղթանակ է։ Իհարկե։ Եվ ինչպես է հայկական թիմը ընկալվում տարբեր միջազգային մրցաշարերում, հա, որպես այդպեսին բարոյական, տեխնիկական, շնորհակալություն հարցի համար։ Ես միշտ հպարտորեն ներկայացրեմ մեր մարզիկները, միշտ լավ են հանդես եկել եւ հետո ժողովների ընթացքում միշտ մեր հայ մարզիկների վարքը քննարկվել է շատ բարձր մակարդակով հայ մարզիկները հստակ գիտեն իրանց անելիքը գորգի բարը եւ շատ լավ հանդես են գալի ես որպես մրցավար միշտ հպարտացել եմ եւ ընթացքում երբ որ նայում եմ մյուս մրցավարների հայացքները որսում եմ զգում եմ որ մեր մարզիկների հանդեպ մեծ ուշադրություն կա դե իրենց պահել գիտեն պրոֆեսիոնալիզմը դրանում վարկը շատ լավ է եւ հանդես են գալի բարձր մակարդակի Գոր, ես պիտի ձեզ խնդրեմ մի փոքր մեզ համար ավելի պարզաբանեք ինչ է նշանակում ավանդական կարատե, հենց որովհետև մենք կարատեի տարբեր տեսակների հստակեցրեք մի փոքր մեզ համար շատ հակիրճ։ Սկզբանը երբ իհայտ է եկել կարատեն, կարելի ասել նույն այդ իր ավանդույթները արդեն բառը իրենով ասում ավանդույթները պահպանելով եկել է հասել է մեզ եւ որպիսի քանի որ ինչպես դուք նշեցիք տարբեր ոճեր են իհայտ եկել կամաց-կամաց եւ որպիսի բարձ լինի թե որն է իրականում ավանդական կարատեի շարունակողը եւ ֆեդերացիան միջազգային ֆեդերացիոն որոշեցին որ հենց ավանդական բառը շեշտվի որ մարդիկ տարբեր են եւ հասկանան թե որն է ավանդական կարատեն Այո արդեն մեզ համար ավելի հասկանալի է հատկապես ինձ համար որ ես մի փոքր պարզաբանեցի ավանդական կարատեում նաեւ կա 7 մրցաձևեր որը կարելի ասել մենակ ավանդական կարատեում է կատա դա մեր կոմիտե թիմային կատա թիմային կոմիտե ֆուկուկու եւ Էմբու մրցաձևերը, դրանք տարբեր ձևեր են մարզիկներ, որ մասնակցում են։ Ինչի է ասում, շատ երկրներից շատ մարզիկներ են մասնակցում, քանի որ իրենց մոտ շատ է քանակը, ավելի շատ, իրանք ամեն մի մրցաձևից 2 կամ 1 մարզիկ են։ Իսկ Հայաստանը որ փոքր են, քիչ են, մարզիկը օրինակ Սենսեյ Նարեկը եղել է մասնակցել 3-4 մրցաձևերից մասնակցել է։ Դա բարդ է, իրոք շատ բարդ է։ Կատարի կատա, կոմիտե, մի քիչ կասենք կռվելով, ասենք այդ կռվի տեխնիկան, կոմիտե որ ասում ենք, մի քիչ բարդ ասենք նրանով նաև վնասված տանա հաջորդ մրցաձևը մի քիչ ավելի կարող վատ մասնակ դրա համար ավանդական կարատեն մի քիչ հարուստ է իր մրցաձևերով այսօր որ նայում ենք այս սերնդին կա ըստ ձեզ մարզիկ որպես այդպեսին որի մեջ արդեն տեսնում եք աշխարհի չեմպիոնի
պոտենցիալ։ Դե, ասենց ասեմ, Սենսեյ Նարեկը մենք խոսում ենք արդեն դե Նարեկի պարզ է, Նարեկը մեզ մոտ նախ հավատարիմ հյուր է, որպես այդպեսի պատկերացրեք, թե ինչքան ենք խոսում Նարեկի հաղթանակներից եւ հաջողություններից, բայց եթե խոսում ենք ավագ ներողություն, կրտսեր սերնդի մասին, համեցեք ես ասեմ, քանի որ նաեւ ինչպես նշվեց Սենսեյ Նարեկը նաեւ գործող մարզիչ է, իր դպրոցներում Փառք Աստծո պատրաստում են այնպիսի երեխաներ, որը որ նաև այս մրցաշարում երեխաները ցույց տվեցին այնպիսի արդյունքներ, որ ինձ որպես միջև 14 տարեկանների հավաքականի մարզիչ թույլ է տալիս մտածել, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է։ Այո։ Ինչպես նաև Սենսեյ Սուրեն Մաթևոսյանի հենց կենտրոնական դահլիճը, եւ եթե մենք այս անգամվա աշխարհի Եվրոպայի չեմպիոնների անունները տանք, եթե կարելի է, սա կլինի իմ կարծիքով հետագայում նաև իրեն կարող են աշխարհի չեմպիոններ դառնալ, 14-15 տարեկաններում հաղթեցին Զավեն Խաչատրյանն ու Արտուր Թունյանը, Եվրոպայի չեմպիոններ դարձան 16-17 տարեքային խմբում Կոջամանյան Դավիթը եւ Շահեն Արաքելյանը, 18-20 տարեքային խմբում արդեն աշխարհի չեմպիոն, բայց 18-ից 20 տարեքային խմբում ոչ թե մեծ ասակների մեջ Մարատ Հարությունյանը, իսկ 21 տարեկան բարձր Եվրոպայի չեմպիոններ դարձան Արտուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանը եւ Էրիկ Հովսեփյանը։ Բրավո, ծափեր բոլորին իսկապես, այսպեսի հրաշալի հաղթանակներ գրանցելու համար։ Ահա, դուք ձեր հովանու ներքո ունեք սաներ, դուք եւս Սենսեյ մարզումներ եք իրականացնում, ինձ օրինակ հետաքրքիր է, վստահ եմ, որ սպորտաձևերի մեջ երբեմն լինում է մարզիկի մոտ ժամանակաշրջան, որ ասում է, «Էլ չեմ կարողանում, վերջ փակվա մեսեջը»։ Ինչն է ձեզ առաջ մղում ու ես կուզեմ այո, բոլորդ պատասխանեք այս հարցերին, ինչն է ձեզ հենց մղում, որովհետև դուք ունեք ձեռքի տակ երիտասարդներ, ովքեր այդ ճանապարհին են, որոնք պիտի հասնեն Եվրոպա դեպի աշխարհի առաջնություն եւ այլն։ Ամենակարևոր բանը ավանդական կարատեում դա կարգապահությունն է։ Եթե չլինի կարգապահություն, ասում եմ, դու ուզում ես թե չես ուզում, դու դա պետք է անես։ Եթե դու կարգապահ չեղար, դու չես հասնի ոչ մի հաջողության։ Եվ ավանդական կարատեն ինչով է նաև տարբերվում այլ կարատեի ձևերից, որովհետև ինքը մեդալների եւ դիպլոմների համար պայքար չի, այլ ավանդական կարատեն ինքը մարդու ինքնակատարելագործումն է, թե բնավորության գծերի, թե ֆիզիկական, թե տեխնիկական, իսկ դա դրվում է հենց սերնդեսերունդ, հա, ես սովորել եմ իմ սենսեյից, Սենսեյ Սուրենից, եւ ես սովորացնում եմ նույնը իմ մարզիկներին։ Այնպես որ ամենակարևոր հատկությունը եւ գաղտնիքը կայանում է կարգապահության մեջ, որը պետք է լինի բոլոր մարզիկների մեջ, իսկ մարզիչը ստիպում է մարզիկին լինել կարգապահ եւ շատ դեպքերում հենց հաջողվում է։ Ռաֆայել, ահա, ես ճիշտ ասած ուզում եի այլ կարծիքել լսել, հստակ որ այո, մոտիվացիաները տարբեր են։ Այս հաղթանակներն էլ, այս լուսաբանումներն էլ ամեն ինչը երբ որ տեսնում են, ուզում են մարզիկներին հեշտ է պահել, ձգտել։ Եղավ, շնորհակալություն։ Այո։ Մոտիվացիաները իսկապես տարբեր են, բայց նաև կարատեն ինքը որպես սպորտ մեծ փիլիսոփայություն եւ մշակույթ ունի իր մեջ, դա այո ինքնաճանաչողության եւ ինքնակրթության, ինքնակատարելագործման մասին է։ Մենք շնորհավորում ենք եւս մեկ անգամ ու շնորհակալ ենք ձեզ հյուրընկալելու մեզ մոտ տաղավար ու մաղթում ենք հաջողություններ արդեն ասիական մրցաշարում Ուզբեկստանում տեղի ունեցող մրցումների մասով եւ կսպասենք ձեզ մեր տաղավարում, որպեսզի խոսենք արդեն այդ հաղթանակների մասին։ Ինչ լավ է, որ այսպեսի բարձր պրոֆեսիոնալիզմ եւ տրամադրվածություն է մեր սպորտսմենների ընդհանրապես, թող բոլոր դրսևորումներում, բոլոր ասպարեզներում այսպեսի տրամադրվածություն լինի, երկիրը կծաղկի։ Եվ ձեր հաղթանակը նաեւ մեր հաղթանակն է։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ պետք է ասենք ցավով տեղեկացնենք, որ 76 տարեկանում մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը, կոլեգիալ ցավակցություն է, Նիկոլաևը վարել է այնպիսի հայտնի հաղորդումներ, ինչպիսիք են Առավոտյան փոստը, Առավոտյան աստղը, Գալուբոյ Ագանյոկը եւ Տարվա երգը։ Մի ամբողջ սերունդ մեծացել է Յուրի Նիկոլաևի հեռուստահաղորդումները դիտելով եւ նա իսկապես հեռուստային ամենավառ կերպարն է եղել, իսկական նվիրյալ, որը կես դարից ավել եղել է հեռուստատեսության ամենաակտիվ հաղորդավարներից մեկը։ Նրա մահվան մասից սոցցանցերում հայտնել է բալետի պարող Նիկոլայ Տիսկարիձեն։ Այո։ Սիսկարիձեն Յուրի Նիկոլաևը գնացել է երկինք
բոլորովին վերջերս էինք միասին, ասում է Ցիսկարիձեն, այսօր երեկոյան հաղորդման եթերում նշեց մասնագիտական տարեդարձը մի մարդու, որն այդքան շատ աստղեր է վառել։ Եվ ահա, չէ՞։ Այո, եւ ահա հենց այս լուրը ստացանք, որ նա մահացել է, ցավալի է, հիշատակը վառ, գրել է Ցիսկալիձեն։ Դե ինչ, մենք էլ այս պահին տեղափոխվենք խոհանոց, որպեսզի տեսնենք վերջնական արդյունքը այսօրվա Սաթենիկի առաջարկած նախաճաշի ու մոտենանք դրամաբանական ավարտին։ Ահա այսպես մի քանի գույն, արև եւ շատ սեր պատրաստ է Բաղադրատոմսը։ Փորձեք այս ուտեստը տանը, ավելացրեք ձեր սիրած համեմունքները, խաղացեք ձևերի մատուցման հետ։ Ձեզ համեղոր է մաղթում, կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Խոսքը ձերն է, համեցեք կարող եք ավարտել, Արման Լիլի։ Շնորհակալություն Սաթ։ Դե ինչ մաղթում ենք լավ աշխատանքային շաբաթվա ընթացք, արդյունավետություն, մոտիվացված եղեք, կարդացեք մոտիվացիոն գրքեր, որոնք որ ձեզ կուղեկցեն որևէ ասպարեզում։ Այո, եւ առավոտը սկսեք մեզ հետ հետաքրքիր է անցնում։ Հաջողություն։